Ուզում հասկանալ ինչ է տեղի ունեցել առհասարակ։ Ուրեմն Արաբեդան եկել են Արամեն տնից ծերպակալել են տվել են Գյումրու ԱՑ-ը, այնտեղից տեղափոխել են Երևան։ Հաստաբաններ բան գնացել են ուղարկել են իրան մոտ։ Իմացել ենք որ ինչ որ չգիտեմ Արամը ինչի հրաժարվել է տանից հաստաբանից։ Ըստ իմ կարծիքովս Արամին այնտեղ բան ճշտած Վախեցրել են միգուցե։ Հա 100%։ Իրանից կուզեն բանն ինչ որ ինքը ցուցմունք տա, ինչ որ խոսքիս ենք մեկի համար կամ մեկի անունով, որ խոսքիս ենք եթե այսօր թողան, այսինքն բի Արամը ցուցմունք տա ինչ որ մեկի համար, չգիտեմ ում համար։ Ինչ որ մեկի դեմ միգուցե։ Եթե չէ, Իրանը այսինքն խոսքիս ենք 2 ամսով կալանավորեն, չգիտեմ ինչ եւ այլն։ Հաստաբանն է որ ինչ որ Արամի հետ խոսացել եմ, ինչ որ Արամը ասել է որ սպես տարբերակ է, մտածենք թե ինչ ենք, չգիտեմ, հաստաբան նորից ուղարկենք, ինչ ենք, որ ինքը չմտածեն տարապես, այս ճնշումների մասին չմտածի։ Ինձ հետաքրքիր է հետևյալը, ըստ ձեզ ինչու հենց Արամին, նա 18 տարեկան էր, նոր չափահաս է դարձել տղան, եւ հանկարծ ԱԱԾ-ի աշխատակիցները առավոտ գիշերով մտնում են ձեր տուն եւ ասում են պիտի քեզ բերման ենթարկենք եւ այլ ոչ մի այլ ուրեմն կասկածանքով քան ընտրակաշարքն է։ Միթե նա 18 տարեկան լինելով հանդերձ ընտրակաշարք կարող էր տալ կամ վերցնել։ Այս ամեն ինչ ինչու համար է արվում։ Միգուցե երիտասարդության շրջանակներում կասկած ուրեմն վախի մթնոլորտ տարածելու համար։ Մենայքսեմ Արամը երիտասարդ լրագրող է ու միշտ աչքի է Սուր նյութեր է գրել միգուցե։ Հա, սուր նյութեր է, բաներ է ու ինձ թվա է պատճառը է որ խոսքիս ենք որպես ենք աչքի ինող լրագրող կամ բան Աչքը վախացնեն միգուցե, այսինքն հա ձեզ։ Աչքը վախացնեն կամ սա Չերես Իրան, այսինքն խոսքի է աչքը վախացնելով ինչ որ ուզենան ասենք մարդկանց համար բաներ իմանան կամ խոսքի ուզենան ինչ որ ինֆորմացիա քաղեն նրանից ինֆորմացիա կամ խոսքից լիբեն օրինք թե խոսքից ենք ցույց տալու ասենք ինչ որ նայում մեկի համար վադերնի կամ այսին ինչի այոր չկերեցի քեզի բանանք քեզ դադենք Ինձ հետաքրքիր է նաև նրա հոգեվիճակը, երբ առավոտ գիշերով աչքերը բացում է, ինչպես քնած վիճակով մարդուն ասում են դու պիտի բերման ենթարկվես եւ ընտրակաշարքի թեմայով։ Նրա հոգեվիճակը, նրա ռեակցիան ինչպիսին էր առաջին ժամանակներում։ Ինքը շատ հանգիստ էր, որտեղ մտածել խոսքի, ինքը մտածել բան չունի, այսինքն իր այդ կողմից բան չկա, որտեղ ես գիտեմ որ ինքը ասենք մարդը չէր խոսքս ենք ինչ որ բանից վախ ունենալ որ խոսքի ինչ որ բանամ ես ելեմ որ խոսքս ենք դիգնձի համար ենք վատ կերնի Մարդը իհարկե առաջ մաքուր է եւ դրա պատճառով հանգիստ է, դրա շնորհիվ հանգիստ է եղել, ճիշտ եմ հասկանում ձեզ։ Հա, ինքը շատ հանգիստ էր, աշխատակիցների հետ ասենք առանց չունեմ մեծ հաշվետվեց Հա, հատնվավ ֆեդները գնաց։ Նոր իմ երեխես հաստատ հեռու էր, պես բաներից իացանով եմ հաստատ որ ինքը ընդհանրապես պես բաների մեջ ոչ կաբունի ոչ էլ խոսքի Սենք դաժիտան այդպես խոսակցություն չի եղել։ Երեք տեղի ունեցավ ուժեղ Հայաստանի բազմահազարանոց երթը, քայլերթը եւ մարդիկ հավաքվեցին Հանրապետության հրապարակում կադրերը տեսել են բոլորը։ Հիմա այս օրվանից հետո քննչական մարմինը ԱԱԾ-ն անցել են աշխատանքի եւ միայն Գյումրիում չի, որ տեղի են ունեցել ամենատարբեր խուզարկումները։ Տեղի են ունեցել նաեւ Իջևանում եւ Հայաստանի մնացած բոլոր տարածքներում, մարզերում տեսնում ենք թե ինչ է տեղի ունենում։ Անընդհատ խուզարկություններ, ըստ իրավապաշտպանների անհիմն ձերբակալություններ եւ այլն։ Հիմա այս ամենի համատեքստում ինչ է ստացվում ըստ ձեզ։ Գործող իշխանությունը փորձում է վախի մթնոլորտ տարածել թե Գյումրիում եւ թե Հայաստանի ամբողջ տարածքում, որ տեսեք, եթե դուք շարունակեք մեզ ընդդիմախոս հանդես գալ, մենք ձեզ կձերբակալենք, որևէ գործ կկարենք, ինչպես ժողովուրդն է ասում, ինչ պատկեր ըստ ձեզ առաջանում այս ամենի համատեքստում։ Այս ամենի համատեքստում ես հասկանամ որ Նիկոլ Փաշինյանը այնքան թուլամորթ է խոսքիս այնքան չգիտեմ զիքս պես ասած ոչ բարով է չասեմ որ ինքը ամեն ինչից վախենա
Նոր խոսք ասենք ընկել է Հավայի Սիմինջերի հետևից կամ չգիտեմ ասենք սպես ինչ որ սաղի շտաբեր մտնել ելնել կամ խոսք ասենք մարդկանց տեղել որ վայր նայեք որ խոսք ասենք ինչ որ հսդի սպանի համար վախի մտնոր ստեղծել մարդիկ կամ ընդրությունների չէր կան ամեն խոսք ասենք այս տարուց հետո Իրան ընտրեն բայց ինքը շատ սխալ վիգա դա այս մյուս ամիս բանակ վերջավ երբ ծառայելու ինչի համար խոսք ասենք պես ժեխերի համար Արդյոք այս ամենի համատեքստում դուք ձեզ կոտրված եք զգում։ Չէ, մենք մեզի կոտրված չենք զգում,